նախարար ես ցանկանում եմ անդրադառնալ մսացե կենտրոնների աշխատանքին, ինչպես է գնահատում նրանց աշխատանքը եւ շատ հաջող տեղերում մասնագիտական ոչ ճիշտ մոտեցման արդյունքում քաղաքացիներն ընկնում յուրոստատական կամ շփումների մեջ եւ երկրորդ հարցս վերաբերում է նախորդ հարցին եւ վերջո կենսաթոշակների ուղի իմաստով բարձրացում ապագայի նախատեսում է այլևս բացառում։ Եկեք երկրորդից պատասխանեմ, հետո անցնեմ առաջին։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում հարցի իմաստը։ Եթե նպատակը շատ գումար ստանալն է մեր քաղաքացիների, ինչ տարբերություն, ինչպես է դա բարձրացվում, երբ որ ես ներկայացնում եմ մեխանիզմ, թե դա ինչքան ձեռնտու է թե շահառուին եւ թե պետությանը։ Եվ մենք այս ծրագրի վրա միլիարդավոր դրամներ ենք ծախսում եւ այս տարի հիմա թիվը անգից չեմ հիշում, բայց տասնյակ միլիարդավոր դրամների հետ վճար ենք տալի, որը ըստ էության բարձրացում է։ Հիմա դա բարձրացում է այս նորարարական գործիքով, թե պարզապես բազմապատկած ինչ որ ֆորմուլա է, որով հաշվարկվում է թոշակը, թե հեսա թոշակառուի համար ինչ տարբերություն։ Ես կարծում եմ, որ ոչ մի չի կարելի, թույլ տվեք մինչև վերջ ավարտեմ խոսքս։ Մանավանդ երբ որ առևտուրը նորից եմ կրկնում, անկախիկ ենք ամեն ինչ դարձնում մեր երկրում եւ դա խրախուսում ենք ապագայում նաեւ կանխիկի վերացմանն է այս ամեն ինչը գնում։ Առաջի հարցին, տեսեք, ձեր հարցը ունի երկու կոմպոնենտ՝ մեծ, ռազմավարական եւ տեղային։ Ռազմավարական կոմպոնենտը մեր ծառայությունների թվայնացումն է, որի ուղղությամբ մենք գնում ենք եւ օրինակ անցյալ տարի ունեցել ենք որոշակի թվայնացված ծառայություններ, որոնք ի սկզբանե խոչընդոտներ են եղել, հետո լուծվել են եւ իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ, ոչ թե կարծիքով, մենք ինչ որ մի օր քաղաքացուց դիմում չպետք է ընդունենք որևէ քաղաքացին չպետք է գա որևէ մեր կենտրոն, պարզապես չպետք է գա։ Այդ ամեն ինչը պետք է լինի ավտոմատ կամ օրինակ ինքը դարձավ 63 տարեկան եւ ունի 10 տարվա աշխատանքային ստաժ, ինքը ավտոմատ սկսում է թոշակ ստանալ, չի գալիս դիմում, չի գրում։ Հիմա մի օրինակ բերեմ, նույնիսկ աշխատող կենսաթոշակառուները, երբ որ իրենք շարունակում են աշխատել, իրենց ամեն ավել տարվա ստաժի համար վերահաշվարկ կա։ Դրա համար պետք է դիմում գրեն մարդիկ։ Ու դա օրենքում է գրած, որ դիմում պետք է գրեն։ Հիմա մենք այդ օրենքներն ենք փոխելու, որտեղ դա աբսուրդ է։ Հիմա այսօրվա պայմաններում մենք գիտենք բոլոր աշխատողների տվյալները, պետական եկամուտների կոմիտեի համակարգում դա կա։ Դա պետք է լինի ավտոմատ, մարդիկ չպետք է գան միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ եւ ոչ շատ հեռավոր ապագայում ես պատկերացնում եմ, որ մենք միայն պետք է ունենանք դաշտային աշխատողներ, դաշտային ճակերտներով, որոնք պետք է տնայցեր իրականացնեն եւ քաղաքացիները չպետք է գան մեր կենտրոններ։ Ես դες բան չասացի։ Ես առանձին ձեր հարցին կպատասխանեմ էլի։ Եվ տեղային մասով, այո, մենք պետք է մեր այսօրվա աշխատողների եւ բարեկրթությամբ եւ բարեհամբույր սպասարկմամբ եւ մասնագիտական գիտելիքներով զբաղվենք եւ ես այնքան եմ դա կարեւորում, որ ինքս անձամբ այցելում եմ բոլոր միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, մնացել է միայն այցելեմ Շիրակի, Լոռու մի քանի եւ Արարատի մարզի գրասենյակներ, որը անելու եմ հավանաբար մի շաբաթ, եւ ես անձամբ տեղում նաեւ իմ գնահատականն եմ ստանում այդ կոլեկտիվի կամ անձնակազմի մասնագիտական որակներից եւ նաեւ մենք փոփոխություններ ենք իրականացնում թե կադրային, ինչը շատ բնական է, եւ թե նաեւ վերապատրաստումներ հենց այդ մեր մասնագետների եւ ընդհանրապես մի օրինականացված աշխատանք, այսինքն որպեսզի բոլորը նույն կերպ աշխատեն, սկսած նույն հարցին նույն կերպ պատասխանեն։ Մի քիչ կարող է ռոբոտիզացիայի նման լինի, բայց դա ճիշտ է, որտեվ եթե դու սկսում ես նաև իմպրովիզներ անել, այդ ժամանակ է դու սկսում սխալ բաներ ասել, հա, որտեվ երբեմն դու ինչ որ բաներ հորինում ես, որ կոպիտ ասած տակից դուրս գաս, բայց պետք չի տակից դուրս գալ։ Մենք կտանք մեր աշխատակիցներին, իդեպ դա նաև վերաբերում է մեր թեժ գծին, որը շատ կներեք, բայց ծանրաբեռնված է աշխատում եւ երբեմն չի հասցնում զանգերին պատասխանել եւ զանգերի պատասխանելուց էլ երբեմն չի կարողանում ճիշտ պատասխանել, այդ մասով էլ սկրիպտեր են ներդնելու, հարց պատասխան, ուղղորդում, այսինքն հնարավորինս ռազմավարական մակարդակի փորձելու են լուծել, բայց նաեւ տեղային լուծումներ տալ, եւ եթե կլինեն, ես դες խնդրում եմ նաեւ եւ ներկաներին եւ բոլոր լսողներին
մեզ եթե լինում են կոնկրետ դեպքեր, ես ինքս օրական տասնյակ մեր քաղաքացիների եմ եւ նամակներով էլեկտրոնային եւ սոցիալական մեդիայով պատասխանում, այդպիսի խնդիրներ մենք նաեւ ինդիվիդուալ դեպքերով կզբաղվենք։ Իսկ մի հատ վերադառնալով Գալեչյանի հարցը, որ ասեք մսწ-ները փակելու են։ Փակելու մասին չի խոսքը, բայց մեր աշխատանքի հիմնական արդյունքը այն պետք է լինի, որ մեր տեղը ոչ մեկ չիմանա, այդ ամեն ինչը այնքան, որ նույնիսկ նախարարության անունը չհիշեն մեր քաղաքացիները։ Ես ասում եմ, որ մեր վերջնական